Դելի հարինակիցներ, բարի երեկո, հարազատներս, գրեք տեսնեմ ձայնս լսվում է, գրեք տեսնեմ ամեն ինչ նորմալ է, ու ըստ դրա կանցնենք մեր բուն թեմային, որը շատ կարևոր է, և մի թեթև ծիծաղալու ու ապշելու կարելի ասել, այսպես է կոսպեկտավորված այսօրվա սցենարը, դեպի Հայաստանը ապականող համակարգին է վերաբերվելու այս եթերը, ժողովուրդ ջան, ըստ դրա կուզեմ անդրադառնանք, ժողովուրդ ջան, ուզում եմ մի հատ բան ասեմ, շատ կարևոր է, էլի, չգիտեմ, վարչապետի շնորհակալություն պետք է հայտնեն մարդիկ, մենք չէ, իր կողմնակիցները չէ, ընդդիմություն ասված համակարգը, որ իրանք ոնց ներկայացնեմ, իրանք մուխները մարած տեսակ են, որ իրանց ոչ մեկ չի հիշում, ընդհանրապես, չեն էլ մարդիկ էս արդեն 8 տարիա չգիտեն, իրանք կան, չկան, 18 թվից տեղյակ չենք, այդ ընդդիմությունը ասվածը կա, թե չկա, ու 36 տարի էլ նես տեղյակ չէին կային թե չկային եւ կային ու ինչ էին անում, որովհետեւ իրանք չէին թողում տեղեկացված լինենք իրանցից, բայց քանի որ բարի երեկո հարազատս, բայց քանի որ հիմա նենց սիտուացիա ստեղծվեց, որ Հայաստանի Հանրապետության բնակիչը ունեցավ ազատ խոսքի իրավունք եւ իր հողի վրա ամուր կանգնելու դիրք ու ձև, դա արդեն ազատ խոսքի իրավունքը տվեց շփվել պետության, պետականության հետ, հասարակությունը, պետությունը խառնվեցին միմյանց ու դարձան մի կարևոր ամբողջ, ժողովուրդ ջան, ուզում եմ իմանամ ընդդիմությանը ինչ անենք, որ հաճելի լինի։ Գերի ենք բերում թեմայա, խաղաղության պայմանագրի են գնում տարբեր երկրներ թեմայա, գերեվարված զինվոր ենք վերադարձնում թեմայա, անտառներում ավիրված ապականված երեխեքի մարմիններ ենք բերում թեմայա, անիավեր գազելները, որ չվեր նստում է իր այդ գազելի մեջ հղի իջնում է իր, այնքան քիփ էին նստում մարդիկ, կարգավորում ենք թեմայա, երկրը երկիր, որ անտեսված ու արհամարված ենք ելեղ 36 տարի մենք եղել ենք անտեսված ու արհամարված տարբեր պետությունների կողմից, այսօր դարձանք ճանաչված, տեսանելի, հասանելի, օտար երկրներից օգնության ձեռք են մեկնում ամեն հարցում Հայաստանն առաջինն է, ամեն հարցում, դուրս եկավ Պուտինի այդ պլատինե բանի խալաթի տակից, պլատիա խալաթի տակից ու տարածվեց հայազգը, ճանաչեցին բոլոր պետությունները հայազգին, բայց Հայաստանի Հանրապետության նախկին թալանը ղեկավարող համակարգի կողմից Հայաստանը միմիայն ճանաչում էր Պուտինը, ուրիշ ոչ մի պետություն չէր ճանաչում, այսօր ասում փառք, մեր ցավով, մեր դավով, մեր վշտով, մեր ուրախությունով, ամեն հարցում տարբեր երկրներից կիսվում են մեր հետ ու կանգնած են մեր ու մեր պետականության ու մեր ժողովրդի կողքին, ուզում եմ ասածել եմ, ինչ անենք, որ ձեզ հաճելի լինի, ես չգիտեմ ինչ անենք, այն ձեր մտածածը չենք անի, մենք ճաշակի անկում ընդհանրապես չենք ապրում, բայց այն որ երբևիցե թեկուս կիսատ թողած մի հատ գործնեություն չեք սկսել, որ կիսատ թողեք, հանուն այս ժողովրդի սկսած լինեք, հանուն ժողովրդի վաղվա օրվա սկսած լինեք, չկա նման բան ժողովուրդ ջան, չկա, բայց այն ինչ որ անում է այս պետությունն ու պետականությունը, դուք ամեն ինչի մեջ կեղտ եք գտնում, լավ, ընդունեցինք, հասկացանք, այս իշխանությունը ոչինչ չի անում, այս 8 տարվա մեջ ոչինչ չի արել, կարաք սրա 8 տարվա չարացի չափ արած ցուստա 36 տարվա մեջ, այո կարակ, պարտադիր չի զոհված զինվորի տան դուռը բացեք, պարտադիր չի Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղեր ստեղծել, պարտադիր չի Հայաստանի Հանրապետությունում սովը վերացնել, պարտադիր չի Հայաստանի Հանրապետությունում լույսը էժանացնել, գազը էժանացնել, սնունդը էժանացնել, դրանք ոչ մեկ պարտադիր չի, որովհետև չունեք դրանցով արած ոչ մի բան, դրա համար ձեր համար դա պարտադիր չի, բայց արած բաներ ունեք, ընենց արած բաներ ունեք, որ Հայաստանի Հանրապետության կիսա ավիրված ապականված 30 տարվա ժողովուրդը 36 տարվա նկատմա ձեր արածները երբ որ YouTube-ը մտնեմ, Facebook-ը մտնում, հեռուստացույց միացնում, բերումա Վահագնի թաղի վիլաները թաղամասի, բերումա չգիտեմ Հյուսիսային փողոցը, բերումա չգիտեմ Նալբանդյան փողոցի ձեր էլիտար շենքերը ու միակ անելիքները, որ դուք արել եք տարիների ընթացքում, դա ձեր համար է եղել, մենք եղել ենք այդ տարիներին, կներեք ինչ եք արել սիրելի ընդդիմություն մեր համար, խաղաղության պայմանագրի եք գնացել, որ այսօր երրաբլուր չունենանք, ել ավելի կրկնապատիկ ու ել ավելի անդառնալի ձևով, ինչ եք արել կներեք, ինչ եք արել, տարբեր երկրներում ներկայացրել եք, որ մենք հայ ենք, պետություն ենք, պետականություն ենք, կնիկ ու դրոշ ունենք, ինչ եք արել, ինչ եք արել, ուզում եմ իմանամ, բավականացնող, հագեցնող, տեսանելի, շոշափելի, մի բան կարաք ցույց տալ 30 տարվա մեջ, 36 տարվա մեջ, 26 տարվա մեջ, 8 տարվա մեջ ձեր ղեկավարման տարիներին չեք կարա, բերեք հավաքվենք, ես ձեզ մի օրվա մեջ այնքան բան ցույց տամ, ձեր մոտ մազաթափություն առաջանա, ձեր այդ ուղեղի մահացած բջիջները քոչարի կպարեն ձեր գլխի մեջ, այնքան բան ցույց կտամ, էշը ինքդ ես, ինձ բոլորն է գիտեն, եթե էշ եմ եղել, ուրեմն կողքդ եմ եղել կամ է շալակդ,
Անցանք գրածներին չենք պատասխանում, չենք հավասարվում այդ ռոբերտասերժական թրկածած հատվածին։ Ինչ է կարել ուզում եմ իմանամ։ Հայաստանի Հանրապետությունն ապականելուց բացի եղել է 36 տարվա մեջ Եղել է 36 տարվա մեջ մի հատ բան անեք, որ սրանց արած 8 տարվա տեղը տա այս մարկանց։ Եղել է, չի եղել, չկա նման բան։ Ինչի գնում են, ինչ քայլի գնում են։ Ձեր համար ոչ տեսանելի է, ոչ հասանելի է, ոչ ընդունելի է, ոչ էլ շոշափելի է։ Ինչ նախնդիր է։ Կարակ բացատրեք։ Չեմ արդարացնում սրանց վերջ։ Չեմ էլ պաշտպանում ես իշխանությանը վերջ։ Ուզում եմ դնեմ հավասար նժարին։ Տենամ այդ նժարից ուր եք թռնելու։ Դուք ոչ մի նժարի վրա չեք կարա կանգնեք։ Դուք կարա կանգնեք մենակ երկրի բյուջեից թալանած ձեր կապիտալների վրա։ Դուք դրա համար եք վառված։ Երեք չառաջի օրը որ ձեր քամակ ազգային ժողովում փետ մծրեց, ասեց դրա համար հետևներդ վառվում։ Այ այսօրվա համար ասեց։ Ասում եմ այդ խաղաղության պայմանագրից ծիծաղում եք։ Ինչ քայլի էթումա ծիծաղում եք։ Ինչ քայլ անմա ծիծաղում եք։ Բառից բուն իմաստով խայտարակություն եք։ Կա մի բան որ արել եք, չունեք նման բան, չունեք ընդհանրապես արած եւ չունեք անելիք։ Եվ եթե դուք գալիս եք իշխանության, որ երկիրը փրկեք սովից, երկիրը փրկեք պատերազմական վիճակից, երկիրը փրկեք անելանելի հարգուտ ուրքերից, կներեք 36 տարի ազգային ժողովում իրար եք շում, իրար եք հեծնում, որ ժողովրդի հոգսը չեք նկատել, երբ որ ձեր տակի աթոռը քաշեցին, ձեր դոշի այդ մոզի կապած գալստուկը պոկեցին, սարքեցին հորթի օրոք ու ձեզ ազգային ժողովից քաշեցին, գցեցին քուչեն, այդ ժամանակ նոր հասկացաք, որ դուք երկրի մեջ եք ապրում, կա ժողովուրդ, կա հասարակություն, որ նայմա ձեր ձեռքին ու որոշեցիք հանգարց դարձի գաք ու ինչ որ անելիքներ անեք այս երկրում։ Հա, նոր եք հասկացել, նոր եք գիտակցել, ես առաջի անգամ եմ տենում մարդը առանց տոմս առնելու այդ այրոպորտ ու այրոպորտում տոմս չկա, ժամը 8-ին այդ մեզ այրոպորտ, բայց այդ պրիշտը թռելա լուսաբաց ժամը 6-ին, դուք տոշնի եք, կներեք ձեր ինքնաթիռը թռելա ու վայրես չի էլ կատարել, ոչ մի երկրում, ամեն ինչի մեջ կեղտ գտնում եք, երբ որ ձեր սիրելի արցախցիները, ձեր շատ հարգարժան ցույցի մատերիալները էլեմենտները ձեր ցույցի զայատկեն կորցրած Պուտինի առաջը տորտ էին կտրում մոմը վրեն այդ ժամանակ ոչ մի բան չտերագնահատիկ բայց երբ որ հանուն Հայաստանի զինվորների գնաց վարչապետը խաղաղության պայմանագրի այդ վաղտ ամեն թերություն կներեք Ալիևի առաջին տորտ կտրել կարելի է բայց երկրի ղեկավարին բանակցություններ գնալու չի կարելի որ կեղտ է գտնում Հայաստանի Հանրապետության առևտրի զարգացման ոլորտը որ զարգանում է այսօր ամբողջը դարերով Թուրքիայից եկեն ամբողջը տուն տեղ էլաց ինչ կա Թուրքիայից եք բերել չեք նկատել կույրեք բայց մի լիտր բենզինը սարքեցիք լունդավա միշտ էլ բերելու են բենզին ամեն Թուրքիայից ապրանք գալուց հետ մի աշխարհել խաղաղությունա գալու գերիներն են հետ գալու գնացեք համակերպեք երբ որ ես նայում եմ ձեր այդ դադարգա գլուխ մտածելակերպը ձեզ պետությունը պետականությունը պետքա դու գանի ոչ թե երկիրը խեղաթուրելու, թալանելու, ապականելու ձեր համար ամեն ինչ ստեղծելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունում անօրինական տարածք զբաղեցնելու ձեր դադար գլուխները առաջ բերելու համար, այ դրա համար դուք պետքա տուգանվեք, որ դուք Հայաստանի Հանրապետության հողի մեջ ապրել եք, զինվորի, հասարակության, թոշակի ամեն ինչի այրան գնի հաշվին ու քրդինքի հաշվին ու դուք այսօրվան օրը խոսում եք ամեն ինչի մեջ թերություն եք գտնում կներեք ձեր իշխանության տարիներին Ալիևից ու Պուտինից բացի կար մի պետություն որ ճանաչում էր ձեզ կար մի պետություն որ ձեռք էր բռնում Հայաստանի Հանրապետության հետ ոչխարների հետ այսպես ասած դրանց ղեկավարներ չի կարելի կոչել ձեզ մենակ ցավակցել են ու ողջունել ու զարմացել են ձեր վրա թե ոնց կարելի է Հայաստանի Հանրապետության պետականությունը ապականել ու կերտել հոկտեմբերի 27 այդպես բաներից խոսացեք այսօր խոսացեք մարդիկ չեն մոռացել ես իմ քանի տարեկան եմ եղել այդ ժամանակ խոսացեք դրանից ես 10 քանի տարեկան եմ երբ որ Հայաստանի Հանրապետության պետականությունը ավիրվեց ապականվեց առնաճիճիղ վիճակ տիրեց ազգային ժողովում խոսացեք դրանից այ դա էլ ձեր խաղաղության պայմանագիր կապելը եղելա գյուլելով ձեր արդարության ձեր աթոռին հասնելու process-ը եղելա գյուլելով ձեր ամեն ինչի ծառավը հագեցել արյունով դուք ունեցել եք սեպտեմբերի 27 դուք ունեցել եք հոկտեմբերի 5 դուք ունեցել եք մարտի 1 դուք ինչ ասես ունեցել եք ու դուք այսօր կերտել եք Հայաստանի Հանրապետության երրաբլուրը ձեր տարիների աշխատանքը որ միշտ տեսանելի է ու շոշափելի ու մեծ ցավ ու կսկիծ ու կնջիռա բերել հայազգին այդ Հայաստանի Հանրապետության սքաշաղաղ մայրերն ու երրաբլուրն են դուք այդ եք կերտել Հայաստանի Հանրապետության ներկա նախկին գալիք ու ապագա սերնդների համար դուք ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ոչ մի խաղաղության պայմանագիր չեք արել բանակցություններով զրուցելով կլոր սեղանի շուրջ չգիտեմ ինչի շուրջ չի եղել նման բան դրա համար Այս մարդու արած ամեն մի քայլը ձեզ հանում է ունից ոնց կարելի է գնալ խաղաղության
ատելությամբ լցված ժողովուրդ է, ատելությամբ լցված ղեկավարություն է, ոնց կարելի է գնալ խաղաղության միանգամից, չկա ձեր մեջ, դուք եկել եք Հայաստան, Հայաստանը քանդել, ապականել Հայաստանի Հանրապետության բնակչության մի փոքրիկ հատվածի մեջ սերմանել եք նրանց երաքի մեջ սիստեմայով ատելության արունը ու այդ ուզում եք պատնոսով մատուցեք դարեդար կներեք զգուշացնում եմ տեղեկացնում եմ անկախ ամեն ինչից Հայաստանի Հանրապետությունում դուք մեզ համար բեռ եք համարվում մեր դարդու ցավն եք վերանակ բալքի տեղեկացնում եմ ձեզ որ ձեր անելիքները սպառվել է ձեր գոյությունը վերացել է դուք էլ գոյություն չունեք դուք մուխներդ մարած եք դուք Են զմերվա ցուրտ եղանակի պես մարախուղի պես երևում եք պարարապարակում ու հետո կորում եք հետո այդ մեկ փոսերի մեջ եք թաքնվում դուք էլ անելիք չունեք հասկացեք ձեր մուխը մարել է այդ դրածոները որ հավաքում եք լցնում եք հրապարակները դա ուղարկի Հայաստանի Հանրապետության Սամվել Կարապետյան անունը կրող թալանչիի բարերարի կերպարը կերտող բայց բարերարությամբ երբեք չզբաղվող սովի մատնված Հայաստանը անտերության մատնած 36 տարի ու ոչ մի մարդու չօգնած Հայաստանի Հանրապետությունում այդ անձնավորության փողերի համար են հավաքվում ձեր կողքը այսօր առավոտը բանկում մի հատ արցախցի ասեց ով Նիկոլի կողքնանա վադնա ես նրա մերը նրա հերը ես շշմեցի որ տենում եմ գիտակից արցախցիներ փողով ծախված համակարգ չէ ապշմ մի աշկս 10 աշկի տեղա տալի զարմանքից ես ուղղակի զարմանում եմ ու դուք գիտակցեք ձեր մոտ գալիս եմ փողի համար ոնց որ դուք եկաք Հայաստանի Հանրապետություն փողի համար թուրքական սվիտերներով 36 ու 41 համարի կոշիկներով ասեմ ձեզ ձեր երկու ոտքի վրա տարբեր համարի կոշիկներ էր երբ որ դուք եկաք իշխանության միակ ձեր լոգոն որ երևացող էր ու պարզ էր ու պաշտպանվեց մինչև առեսօր Հայաստանի Հանրապետությունում որ պաշտպանվեց ձեր թուրքական սվիտերի վրա էշեր ու ձիեր էր նկարած այսենց այս մեջտեղը փախլավա էր էթում կլորվից այս մեջտեղը երկու հատ գիձեր այդ գծի մեջ էշ ու ոչխար էր նկարած այդ սվիտերի հոգեբանությունը ոչ մեկ չհասկացավ բայց երբ որ եկավ Փաշինյանն ու գործող իշխանությունը ձեզ ապացուցեց որ այդ սվիտերի վրայի նկարը ձեր լոգոն էր ձեր լոգոն դուք լացելով եկաք ոռնալով հետ եք եթում դուք Հայաստանի Հանրապետությունում ոչ կայուն հիմքեր ունեք ոչ կայացած եք ոչ ժողովրդի կողմից ընդունված եք ոչ էլ հարգված ու սիրված եք դուք թալանչի ձեր նման թալանչի փողին տարված մարդկանց մի շարասյունա ձեր մոտ հավաքված կոալիցիա կազմած որը սնվում է ձեր դատարկագլխից եկած աղբյուրներից եւ դա շատ նորմալ է իմ կարծիքով չափից ավել նորմալ է Այսքանը լավ մնացեք ու հիշեք խաղաղության պայմանագիր միշտ է լինելու ու հավերժ խաղաղության պայմանագիրը կնքվելու է ել ավելի շատ են սատար կանելու Հայաստանի Հանրապետությանը մեր պետականությանը հայ զինվորին գալու է մի ժամանակ որ մեր բանակը դառնա 6 ամիս տարի 6 ամս սվատեղը դառնա 6 ամիս խաղաղություն անելու ու թող տա Աստված որ լինի խաղաղություն ու եղել է թող երկրագնդի վրա ընդհանրապես երկրագնդի վրա զենքի սով լինի թող ոչ մի մայր չլացի Բարից բուն իմաստով ոչ մի մայր չլացի Այսքանը ժողովուրդ ջան լավ մնացեք իմ ընկերներ բոլորիդ շատ սիրում հարգում եմ բարի գիշեր հարազատներ